Դարիգին Ասրյան, ձեռնադրությունից հետո Ներսես Քահանա։ Շուշիի մեջ ծնվել մեծացել։ Ծննդավայրը որևէ ազդեցություն ունեցել է կրոնական դաստիարակության վրա։ Եթե Շուշիի եկեղեցիները հատկապես Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին այսպես միշտ աչքի առաջ ունենալը չհաշվենք, ապա ոչ, որտեղ ծնվել եմ եւ մինչեւ 8 տարեկան ապրել եմ Սովետ Միության այսպես սահմաններում, մինչեւ շարժումը սկսվելը որևէ բան չկար ըստ էության, որ կարող էր ինչ-որ հոգեվոր ճանապարհի ցուցիչ լինել, հա։ Եկեղեցիներ միշտ աչքի առաջ բավականին գեղեցիկ, այսպես միշտ ձգող եւ շատ հաճախ է այդտեղ գալիս հավատք, այսպես մանկական կամ մի քիչ նաեւ ժողովրդական, այսպես ասենք, միշտ կար։ Մանկության շրջանում, որ ասեմ, որ ինչ-որ բան մաղել է դեպի ասենք շատերը հոգևոր զրույցները տատիկ-պապիկներից են լսում, ձեր դեպքում։ Չէ, իմ դեպքում ընդհանրապես ես ավելի մի փոքր, ավելի այսպես հասուն տարիքի, շատ հասուն չասեմ, հա, արդեն 10 տարեկանի մոտ, երբ որ արդեն մի սկսում եմ ընթերցանություն արդեն սկսում էի անել ինձ համար, սիրում էի բան, նաև կարծես հետաքրքրություններ առաջանում հոգևորի նկատմամբ։ Եվ ամենավառ հուշը ո՞րն է մանկության, կրկին կապված է հոգևոր, այո, հոգևոր, այսպես ամենավառ հուշերից մեկը, մի օր մենք այդ ժամանակ այստեղ բանը կա, չէ՞ հիմա Արցախ բանկի շենքը որ կա, նախկինում դա Ղարաբաղ հյուրանոցներ։ Երբ որ մենք տեղահանվեցինք Շուշիից 88 թվականին, տեղահանվածների մի մասը այդտեղ էր ապրում, Ղարաբաղ հյուրանոցում էր ապրում։ Երևի 90 թվականին էր դա, դեռ ռազմական գործողությունները չէին սկսվել 89-ի վերջ կամ 90-ի սկիզբ։ Մի օր եկա, տեսա մեծ այսպես իրարանցում է երկրորդ հարկում, սրահում։ Քարոզիչներ էին եկել, եկեղեցասիրած եղբայրակցության քարոզիչներ էին։ Ամենավերջում իրենք երկու աստվածաշունչ ունեն, ես մանուկների աստվածաշունչը որ կա, մանուշակագույն, որ կարծեմ շատերի մանկության նաև գիրք է, հա, երկու օրինակ, երկու այդպիսի աստվածաշունչ ռուսերեն եւ հայերեն իրենք տվեցին ամբողջ այդտեղ ապրող մարդկանց, մեկական ընտանիքի տվեցին որպես իրենք ավանդապահ, հա, այդ աստվածաշնչերը, որ մարդիկ հերթագրվեն, հերթով ընթերցեն։ Դե ես երեխա բնականաբար ասենք չէի կարող այդ իրարանցման հրմշտոցի մեջ հերթագրվելու, հա, մեծ շանսեր ունենալ, որ ինձ երբևիցե հերթս մոտ կընկնի։ Բայց ուզում էի։ Հա, բնականաբար շատ ձգեց, իհարկե դե ինքը շատ այսպես գեղեցիկ գիրք, Աստծո մասին գիրք, հետաքրքիր է եւ այլն, ու այսպես այդ բանից մի տեսակ նեղված դե բոլորը հավաքված այդ մարդկանց շուրջը, ամեն մեկ իրանն ասում բան, հետո ինձ կտակ եւ այլն։ Դե տեսա որ իսկականից չի ստացվել, եկել ենք մեր սենյակը հուսալքված։ Հա, դե բանը շատ մեծ հույս չունեի, ճիշտ ասած, որ հուսալքվեմ, այդ իմաստով։ Մի որոշ ժամանակ անց մեր դուռը ծեծեցին։ Դուռը բացեցինք, մեկ էլսինք այդ երկու տղաներն են կանգնած ու հսկա մի բազմություն, որ իրենց հետ եկել էր։ Եվ ասեցին, գիտեք ինչ ենք որոշել, ասում որոշել ենք այս գրքերից մեկն էլ պատահական մի հոգու նվեր տանք։ Ոչ թե տանք որ հերթով կարդակ, այլ ուղղակի մի հոգու նվեր տանք։ Եվ ասեն տղա ջան, սա քեզ ենք տալիս, հա։ Բնականաբար աշկերտս այսպես բան երջանկության այնպեսի մի զգացողություն, որ թրջեի եզերք մի անգամ։ Սա պատահականից։ Հա, ոչ մի բան, այդպեսի բան չկար, որ իրենց հուշեր կամ չգիտեմ ինչ անել, որտեղ այնտեղ ասենք ավելի պահանջկոտ մարդիկ կային, այսպես որ իրենց առաջ կգցեին, իրենց բան կանեն, ես պատահական որ մարդիկ որոշել են, պատահական դուռ են ցեցել, դուռը բացող են, տալիս են այս աստվածաշունչը։ Եվ այդպես ես ունեցա իմ առաջին աստվածաշունչը։ Մանկության հուշերից մեկն էր, որ երևի շատ կարևոր հետք թողեց դեպի հոգևոր ճանապարհ ուղղորդելու այսպես հարցում։ Եվ 12 տարեկանում ձեզ առաջարկել են դպրական շապիկ հագնել, բայց մերժել եք, ինչու՞։ Դա չէ, դա բանում էր, Շուշին արդեն երբ որ ազատագրվեց, մենք Տեր Թադևոս ունենք Շուշի, հիմա կարծեմ Ուկրաինայում է, եթե չեմ սխալում։ Իր աղջիկի իմ դասարանցիները դե այդպես որ շատ զրուցում էինք, հարցեր էի տալիս, ասում եմ պապա, իսկ ճշտես այս բանը այսպես, որտեղ արդեն սկսել եմ մի քիչ ավել բաներ կարդալ, նաև կողքից բրոշուրներ, բաներ այսպես։ Մարդը հետաքրքրվել ասում, մի հատ տելեֆոն ասա թող գա տեսնեմ ով է։ Գնացի, նստեցինք, զրուցեցինք, սկսեց ձայնը ստուգել, լսողությունը ստուգել, բան։
Բա ասեց հիմա կսկսենք շուտով երեխաներ ենք հավաքագրելու, որ եկեղեցում ծառային, արդեն ունենք ասեց մի քիչ ավելի ավակ սերունդ, Գանձասարում կային տղաներից, այստեղ էլ ենք ուզում երեխաներ հավաքագրել, կուզես շապիկակներ, բան, ասի չէ։ Զարմացա ոնց թե չէ, բան ասի չեմ ուզում։ Ասի մի քիչ ես դեռ պետք է շփվեմ անանը, միշտ սիրում եմ մի բանը դեռ մի քիչ ավելի այսպես երկար քննել, վերլուծել, որովհետև շտապողական այսպես պահիտակ ոգևորված տպավորված որոշումներ երբեք չեմ սիրել։ Նույնիսկ մանկության շրջանում, հա։ Ասեցի կգամ, կտեսնեմ, կորոշեմ, բայց այդպես էլ բան չարեցի, մասնակից չէ։ Սկզբից կանաչ ժամներ գործում, հետո Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին բացվեց, մինչև դա դպրոցը ավարտել է։ Դպրոցը երբ որ ավարտել, մի քանի անգամ արդեն առաջարկ եղել էր Գևորգյան ճեմարան գնալու քահանաների կողմից։ Դպրոցն ավարտելուց հետո որոշեցի։ Ասելի որ դեռ ոչ մի բան չեմ կարող բան ասել, ես կորոշեմ։ Հետո մի օր որ մտա Պարքև Սրբազանի մոտ, ասացի ուզում եմ ճեմարան գնալ։ Դուր եկավ, այսպես Որտեղ հաճախակի արդեն հանդիպում էր եկեղեցում պատարակների մանր որ գաս մոտենում ենք օրտնություն ենք ստանում եւ այլն արդեն շվամները բան գիտի։ Իսկ դժվար չէր թողնել աշխարհիկ կյանքը, ընկերական շրջապատը եւ մտնել լրիվ ուրիշ աշխարհ։ Ճիշտն ասած, ընկերական շրջապատ թողելու հարց երբեք չկա հոգեվոր դաշտում, ընդհակառակը դա այսպես ավելի ամուր հիմքերի վրա է դրվում։ Աշխարհիկ շրջապատ ես ինքս արդեն իմ մեջ փոփոխությունների արդեն սկսել էի, հա, արդեն պատանի տարի մեղք հասկացությունը կար, դա ինչ որ պահի տեղի ունեցած process չէ, հա, որ ասենք այս պահին այսպես որոշեցի կտրականապես ամբողջ կյանքս փոխեմ։ Մեկ էլ այդ ժամանակ մի ընկեր ունեի, հետագայում ընկերացանք, 50-ականներ ինքը փորձեց իրենց շարքերը տանելու, հետո ասենք տարբեր լեզուներ, աղոթքներ, բաներ, հետաքրքրվեց տեսնեմ սա, որովհետև Աստվածաշնչից մեջ բերումներ էր անում։ Ես էլ արդեն սկսել եմ շատ կարդալ, հա, այդպես մի օր Աստվածաշունչը կարդալուց տեսա այնտեղ գրած է ամեն ինչ փորձեցեք, բարին ամուր բռնեցեք։ Այսինքն Աստված քեզ թույլ է տալիս ամեն ինչ փորձել, հասկանալ, քո ճանապարհը ընտրել, որպեսզի հետագայում այսպես ավելի հաստատուն լինի ճանապարհը։ Եվ այդպես էլ Իսկ Գևորգյան ճեմարանում սովորելու տարիներին եղել է մի պահ, երբ մտածեք հետ կանգնել ընտրած ճանապարհից, ոչ թե հստակ էր ձեր որոշումը։ Նախ ասեմ, ես որ գնացի Մայրաթոր Սուրբ Էջմիածին, դա նկարագրելի զգացողություններ, որովհետև նախ 20 տարեկանում առաջին անգամ դուրս է եկել Արցախից։ Էջմիածնի մասին շատ արդեն այսպես իմ մոտ այդ բանը կար, վերաբերմունքը կար արդեն ձևավորված, որ մեր սրբություն սրբոց սրբավայր եւ գնում եմ այդտեղ, բայց չէի գնում այդպես միամիտ պատկերացումներով, հա, հասկանամ, այնտեղ կան մարդիկ, ոգևորականները կլինեն, դա ասենք, այլ մարդիկ կլինեն, որոնք ասենք ամեն մեկը կարող է տարբեր լինել։ Օրինակ շատերը անպատրաստ կարող է մտնել եկեղեցի հանկարծ ասենք, տեսնեն Տեր Ներսեսը մի բան ինչ արեց ու հիասթափվեն կոտրվի, չէ, ես այդ բանը չեմ ասել։ Եվ շատ սիրեցի Էջմիածին։ Իրոք շատ երկու տեղ կա, որտեղ ես ինձ տանն եմ զգում Արցախում եւ Էջմիածն, Մայրաթորում, ոչ թե Էջմիածին քաղաքում, ուսուցիչ Էջմիածին քաղաքն է բավական հոգեհարազատ է, բայց Մայրաթորում ես ինձ զգում եմ տանը, որտեղ շատ բան է տվել ինձ Էջմիածինը։ Փոքր տարիքում գիտենք, որ շատ չարաճճի էիք։ Հոգևոր այս դաստիարակությունը փոխեց ամեն ինչ։ Ես այսպես ասենք, հոգևոր ինքնադաստիարակություն ասեմ, հա, շատ բան փոխեց եւ շարունակում է փոխել, որովհետեւ մարդը եթե ամբողջ կյանքում այդ փոփոխությունը իր մեջ չկատարվի, ճահճացում կգնա կամ հետընթաց կլինի, հա։ Բանը հոգևոր ճանապարհը առավել եւս ինքը աստիճաններ է, որ անդադ պիտի բարձրանաս։ Եթե միտեղ կանգ առար դու արդեն թմրում ես եւ դու ինքդ էլ չես զգում թե ինչպես է նույնիսկ հետ քաշում այդ բանը։ Հետեւաբար եթե դու օրինակ հետ ես նայ մի տարի առաջ, եթե դու նույն մարդն ես, օրինակ, պայմանական ժամանակահատվածում ասած, ասենք մի բան մեջը չի փոխվել դրական առումով, ուրեմն դու շատ ավելի սարսափելի մեծ մեղքի մեջ ես։ Իսկ եթե հոգևոր կրթություն չստանայիք, ինչ մասնագիտություն կընտրեիք։ Տարբեր էր, շատ սիրում էի, հատկապես բարձր դասարաններում արդեն հումանիտար առարկաներ, պատմություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, ըստ էության աստվածաբանությունը, այսինքն հոգևոր կրթությունը այդ բոլորը իր մեջ ներառում է։ Այնպես որ բան է։ Ես հիշում եմ նույնիսկ երբ որ դպրոցը պետք է ավարտեի, մի մարդ կար,
անուն չեմ տա, հայտնի մարդ է, եկել էր անձամից առաջարկեց, ասաց Վազգեն Սարգսյանը, չգիտեմ ինչքանով էր իր տեսակետից, ասաց Վազգեն Սարգսյանը ուզում է Արցախից այսպես երեխաներ տանի տարբեր, ասենք, բուհերում, կարծեմ ինձ առաջարկեց Պատմության ինստիտուտում անվճար, որ կարողանամ պետհամալսարան անվճար ընդունվեմ, սովորեմ, ասաց ուզում ես արի քեզ բանանենք, բայց ես արդեն ասել էի, որ չէ, չեմ արանում, արդեն դեպի այսպես ուղղել հայացքս արհեստից սկսած մինչև տարբեր բաներ գուցե կստացվեր, բայց արդեն Աստծուն ծառայելու, եկեղեցուն ծառայելու դե շատ լավ չէ, բայց սիրում եմ, հա, լինում է երբեմն փոքրիկ այսպես, մեր ժամանակ մեր դպրոցում բան էինք, պատին այսպես նկարներ փակցրած, մեր լավագույն մարզիկները, ես հիշում եմ, որ մեր ավարտելուց դեռ երկար տարիներած մեր դասարանի եւ մեզնից մի բարձր դասարան, մեր նկարները այդպես էլ մնաց պատին, որովհետեւ այդ տարիներին այսպես դպրոցի ամբողջ պատը տարբեր մրցանակներով զարդարել էինք։ Հայ առաքելական եկեղեցում գոյություն ունի քահանայության երկու աստիճան, ամուսնացյալ եւ ոչ ամուսնացյալ։ Երկու տեսակ այս քահանայության, երկու տեսակ։ Կուսակրոն քահանայություն եւ ամուսնացյալ։ Ըստ էության բոլորն քահանայություն է այլևս, որտեղ մնացածը գիտական։ Երբևէ մտածել եք կուսակրոն քահանա դառնալու մասին։ Թե կար ժամանակ տատանվել եմ Գևորգյան հոգևոր, այսինքն այսպես դեռ վերջնական որոշում չկայացրածության փուլը Գևորգյան հոգևոր ճեմանի առաջին լսարանի եւ առաջին կիսամյակը, դրանից հետո արդեն հաստատուն որոշած էր։ Այլևս Իսկ առաջարկներ եղել են։ Կուսակրոն հոգևորականին բնականաբար եղել։ Ժողովրդական իմաստնությունն ասում է, որ երեցկինը կիսով չափ քահանա է, համաձայն եք։ Շատ հաճախ այո, բայց ոչ միշտ, հա, որովհետև այո, երեսկինը շատ կարևոր է իր դերակատարությունը, քահանայի հոգևոր ծառայությունը, թե ինչքան առավել արդյունավետ կլինի, հա, տարբեր կարող է լինել, կան, ասենք, երեք կանայք, որ համայնքային կյանքին են մասնակցում, ոմանք ասենք եկեղեցու երգչախմբի մեջ են լինում, ոմանք ասենք երիտասարդների հետ են, տարբեր ոլորտներում։ Իմ պարագային պետք է շնորհակալ լինեմ երես կնոջը, որ առնվազն տան հոգսը այդ իմաստով մեծ մասը բավականին տևական ժամանակ իր ամբողջ իր վրա էր, հա։ Երբ որ ծառայում էի առաջնորդանիստ եկեղեցում, ես առավոտյան գալիս էի, երեկոյան ուշ գնում էի, իրենց սովորաբար մի քիչ բան էի արթուն վիճակում տեսնում, այդպես չէի կարողանում։ Ինքը երեսկինը ամբողջ բեռը իր վրա է վերցրել եւ դա ինձ հնարավորություն էր տալիս իմ ավելի այսպես մյուս ընտանիքի հետ, հոգևոր համայնքի հետ ավելի շատ աշխատանք տանելու, որտեղ ամուսնացյալ քահանայի համար շատ դժվար է։ Լիարժեք նվիրվել հոգևոր ծառայությանը շատ դժվար է։ Շատ հաճախ օրինակ ասում են կուսակրոնությունը անիմաստ բան է եւ այլն, կամ ասենք ինչ կարիք կա, բան կուսակրոնությունը շատ պետք է եկեղեցում, որտեղ լիարժեք նվիրում որ ամբողջովին կարող է ծառայել, միայն կուսակրոն հոգևորականը կարող է իրեն թույլ տալ։ Ես կարծում իմ պատկերացմամբ քահանան պետք է իր ընտանիք եւ իր հոգևոր համայնքը միշտ նույն հարթության մեջ պահի, իր հոգևոր ծառայությունը եւ ընտանիքը, որովհետեւ երկուսն էլ շատ մեծ կարևորություն ունեցող բնականաբար հասկացություններ եւ արժեքներ են։ Եվ երկու դուստր ունեք, ենթադրում եմ, որ զրույցները ձեր ավելի շատ հոգևոր տիրույթում են լինում։ Նրանց հետ։ Չէ, ես օրինակ չեմ սիրում այսպես պարտադրանքի մթնոլորտ ստեղծել, կամ եթե ես քահանա եմ անպայման իմ աղջիկները միշտ միայն հոգևոր, այսպես բաներ, այդ ամեն ինչը նուրբ է արվում, որ ասենք երեխա նախ ոչ մի բան չպետք է իրեն պարտադրես, կամ ասենք որ ինքը եթե քահանայի աղջիկ է միայն հոգևոր բաներից պիտի խոսի եւ այլն, նույնիսկ ես օրինակ ասենք հայ եկեղեցու պատմության առարկան, որ անցնում է դպրոցում, ես աշխատում եմ իրեն օգնել այնքան, ինչքան ինքը ուզում է եւ երբեք չեմ միջամտում, այդպես որ ասեմ դե գնամ ասեմ, բա քահանայի աղջիկ ամոչի, բա 10 չստանա, կամ ասենք ամենաբարձրը չունի, դասանում լավագույնը չունի, չէ, երեխա է, իր հասակակիցներից չպետք է տարբերվի։ Իսկ կա մանկությունից ստացած դաստիարակություն, որ փորձում եք փոխանցել նրանց։ Փոքրուց էլ արդեն ինքնուրույնության ձգվող, դեպի ինքնուրույնություն ձգվող մարդ եմ։ Վաղ տարիքում եք կորցրել։
Այդպես, հա, չէ, դա կա երևի դա, չգիտեմ, բան, այդպես բան չանենք, բայց ամեն դեպքում անգամ շատ այսպես բաներ հեղինակություններ ընդունել, այսպես հալած յուղի տեղ ընդունել կամ եթե մի բան ասում եք ուրորեն հավատալ չէ, պետք է ինքդ այդ ամեն ինչի քո միջով, քո պրիզմայով անցկացնես, վերլուծես, քոնը դառնա, դա ընդունում ես, դա թե չես ընդունում։ Բնավորությամբ ասում են շատ խիստ եք, խստապահանջ, հավանաբար դուք էլ լսած կլինեք ձեր մասի նման տեսակետ։ Կա նման տպավորություն, իսկ ասենք ոմանց մոտ տպավորություն կա, որ նաև շատ չոր, շատ գոռոզ, նաև ինչու՞ չէ, չես գոռոզ, ասենք հոգևորականի պարագայում թույլատրելի, որտեղ դա հպարտության մեղքն է, որը բան չէ։ Բայց այո, որոշակի, ասենք դիսցիպլինա հասկացություն սիրում եմ։ Եվ նաև սիրում եմ, որ կարգ կանոն լինի։ Ամեն ինչ իր տեղում լինի։ Բայց դա չի նշանակում, որ դա չոր տառն է, հա, ամեն ինչ ամենակարևորը։ Ընդհանրապես ամեն ինչի մեջ կարևորը իմաստն է, արդյունքն է։ Ցանկացած իրավիճակում, եթե չկա այդ ներդաշնակությունը ստեղծող կանոնավորությունը, քաոս է առաջանում։ Մի առիթով ասել եք ավելի լավ է վատ մարդ լինել, քան վատ քահանա։ Չէ, այսպես ասա, ես կնախընտրեմ, որ ասենք ինձ ասեն, որ տերնեսս շատ վատ մարդ է, քան թե ասեն վատ քահանա է, որտեղ եթե վատ տպավորություն թողեմ իմ անձի, ասենք, վերաբերյալ լինի, կապ չունի դա, ասենք, ես խոսքը տպավորության մասին եմ ասում, ոչ թե ասենք անպայման չես կարող վատ մարդ լինես եւ լավ քահանա լինես, չէ, եթե ասենք, այսպես ասենք, մինուս կա, բացասական բան կա, ավելի իմ անձի վրա գա, քան եկեղեցու վրա գնա։ Որտեղ դա արդեն այլ մարդկանց է գայթակ։ Ավելի լավ ասեն, դա ասեն, ավելի լավ մարդ չի կամ չգիտեմ ինչ չի բան, բայց եթե դու որպես քահանա արդեն անում ես մի բան, որ դու արդեն հեղինակ ազրկում ես կամ վտանգի տակ ես դնում եկեղեցին, Աստծո ծառայությունը, քո հոգևոր կոչումը, դա շատ ավելի դա արդեն սարսափելի է։ Հոգևորականի ամեն մի քայլը, քահանայի ամեն մի քայլը կարելի է ասել մանրադիտակի տակ է։ Բնականաբար, այո։ Ես ինքս էլ, երբ որ ներողություն աշխարհիկ, այսպես որպես հավատացյալ էի գնում եկեղեցի, ես ինքս էլ նայում էի, ասենք բաներ կար, որտեղ կողքից միշտ այդ ամեն ինչը շատ լավ է երևում, եւ նաեւ դու հակված ես այդ ամեն ինչը տեսնելու։ Մարդիկ հոգեբանորեն արդեն հակված են, հոգեվորականի մի տեսակ կարծես հենց սրբի կերպարի մեջ դիտարկել, հա, իսկ ապրիորի ոնց որ ասում են, այդպես նայ, ասենք եթե դու մի բան մարդկայնորեն ինչ որ բան ասենք սայթակում է միտեղ ոդկոտ, մարդը դրանով սկսում է արդարացնել իր եկեղեցուն մոտ չգնալու կամ եկեղեցուց հեռանալու այսպես պատճառը։ Օրինակ դա եւս մի ճանապարհներից մեկն է, որ ես որոշեցի հոգեվոր ճանապարհ ընտրել, դու ինքդ փորձիր պատասխանատվություն ստանալ։ Այդ ժամանակ ավելի լավ կհասկանաս դա ինչքան է հեշտ եւ ինչքան է դժվար։ Այսինքն մարդիկ կարող են շատ բաների վրա աչք փակել, բայց ոչ ձեր դեպքում։ Հա, դե օրինակ շատ դեպքերում ձեր պահվածքի հարցնում են ասում, օրինակ ասենք շատ խմելը քահանային կարելի է, ասեմ իսկ ով ասել որ ոչ քահանային կարելի է, հա, ասենք աշխարհիկ մարդու համար դա ինչ տարբեր նույն մեղքն է, էլի։ Իսկ դժվար չէ միշտ զգույշ ապրելը։ Ոչ թե զգույշ, ավելի այսպես զգաստության հոգեվիճակի մեջ, դե դա մենք ստեղծան այսպես թե այնպես մեր կյանքում ինչ որ մի փուլում դա միշտ դա պահում ենք, հա, ասենք մարդ իր ընտանիքում բնականաբար ավելի զգաստ հոգեվիճակում է, հա, քան ասենք իր զուտ ընկերական շրջապատում կամ ասենք հասարակության մեջ բնականաբար իրեն ավելի հավաքած է պահում, քան ասենք դա միշտ կա։ Ես օրինակ գտնում եմ, որ նախ եւ առաջ կանոններ կա, որ միշտ պետք է պահվի։ Հա, ասենք խմելու հետ կապված կլինի դա կամ մի ժամանակ, երբ որ գալիս է պահը գալիս է, դու պետք է վեր կենաս սեղանից, մինչև վերջ չպետք է մնաս։ Որտեղ դու արդեն սկսում ես ծուլվել ընդհանուր փոքր ժամանակ մեզ թվում էր, թե ուսուցիչը հաշ չի ուտում։ Մոտորապես նույն հոգեբանությունն է, հիմա օրինակ մտածում էինք քահանան մեղք չի գործում։ Ցավոք սրտի մեղք գործում են բոլոր մարդիկ։ Վատ բան չի մտածում, եկեղեցում է քնում։ Մեղք գործելը միայն մարդ սպանելը, գողություն անելը կամ չգիտեմ նման բաները չի, հա։ Տեսեք, ես դες նարեկացու օրինակը բերեմ, երբ որ նարեկացու մատյան ողբերգությանը կապ, երբ որ խոսում ենք նարեկացու մասին, մենք պետք է հասկանանք, որ խոսում ենք մի մարդու մասին, որ կենթանը երկրային այսպես իր կյանքի ընթացքում արդեն սրբության աստիճանի հասած մարդ է։ Որ նույնիսկ այսպես եթե տեխնիկական կողմով դիտարկենք, վանքում, փակված, վանական, ասենք, որ այդ նույնիսկ ասենք հնարավորությունը չունի այդքան մեղքեր գործելու, բայց տեսեք կարդում ես, մարդը ինքը իր հոգու վերլուծություն, ասենք իր հոգին բացում է, չէ՞, իր եւ Աստծո հարաբերությունը ինչքան խորությամբ է տալիս իր մեղավոր վիճակը։ Այո, իսկ ինչու
մինչև անգամ հոգևոր դասին չի հաջողվում խուսափել մեր գործից։ Չէ, տեսեք, խուսափելու հարցը չի այստեղ։ Հարցը այն է, որ մարդկային, ասենք, կողմնությունը, ասենք, տկարությունները ունի։ Հարցը այստեղ այն չի, որ թե դու ասենք, ինչքանով ես քո տկարությունները, որ ասենք, ունես։ Հարցը այն է, որ դու անընդհատ պետք է ինքնամաքրման process-ի մեջ լինես։ Իսկ եթե գիտակցված մեղք ես գործում։ Դե եթե գիտակցված մեղք ես գործում, դա արդեն սարսափելի բան է։ Եթե գիտակցված մեղք ես գործում, չգիտեմ, դժվար է ասել։ Դա հոգևորական, ոչ հոգևորական աշխարհիկ այստեղ կապ չունի ընդհանրապես։ Աստծուն հավատացող մարդը, երբ որ գիտակցված մեղք է գործում, ինքը արդեն գիտի ինչի է գնում։ Ժողովրդի հետ ձեր ամենօրյա շփումներում ինչ եք նկատում։ Շատ եք հեռացել մեր արմատներից, կտրվել։ Արմատներից, այո, իհարկե, մենք շատ են կտրել։ Մենք մեծ հաճույքով տրվել ենք այդ խաղերին։ Ցավոք սրտի 30 տարվա մեջ նաև վերջին, չնայած մինչ այդ էլ բանը մեր նվիրական արժեքները, առանցքային հասկացությունները ռմբակոծվել են, այսպես ասենք, եւ ձևափոխվել, աղավաղվել մարդկանց գիտակցության մեջ։ Եվ այդ իմաստով դրանք այդ խարիսքները փոկել են, որ մեզ հաստատում կարող էր պահել, այդ խարիսքները փոկել են։ Այսինքն մեր արժեքների մեջ խառնաշփոթ է տիրում։ Ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը դժվար է տարբերակել։ Ընդհանուր ոչ թե դժվար է տարբերակել, այլ շատ արժեքների այսպես խեղաթյուրում է տեղի ունեցել։ Ասենք մարդիկ խոսել են ազատության մասին, բայց դրա տակ հասկացվում է սանձարձակությունը։ Մարդիկ, ասենք, չգիտեմ, խոսում են իրավունքների մասին, բայց այդ իրավունքները չգիտես ինչու միայն խոսողներին է վերաբերում։ Մեզ շատ են հեռացրել։ Ամենասարսափելի բաներից մեկը հենց օտարամոլությունը, անընդհատ անօգնականության, այդ զգացողությունը, որ անընդհատ ուրիշների վրա պետք է հույսներս դնենք, մեկը մեզ այս կողմ է ուղղորդում, մեկը այն կողմ է ուղղորդում, մեր փրկության տարբեր ինչ-որ տեղեր են ցույց տալիս եւ այլն, եւ այդ հողի վրա իրար են ուտում, կներեք արտահայտությունս համար, բայց դա է Եվ ում եք մեղադրում այս բոլոր անհաջողությունների համար։ Շատերը մեկնաբանում են այս ամենը Տիրոջ բացակայությամբ, այսինքն Աստված է հեռացել մեզանից, թե մենք ենք հեռացել Աստծուց։ Մեր հիմա այս բանը, հենց այստեղ որ մենք նստած խոսում ենք, մեր այստեղ գոյությունը ընդհանրապես բնության օրենքներին դեմ է։ Որտեղ բնության մեջ որևէ տեսակ որպեսզի գոյատևի, որոշակի հատկանիշներ ունի, չէ՞, ձեռք բերում կամ զարգացնում, տվյալ միջավայրին հարմարվելու, այդ տվյալ միջավայրում ասենք զարգանալու, երբեմն պաշտպանվելու, չէ՞։ Մեր վարքը հակառակ է բնության օրենքներին։ Մեր, ասենք, այսպիսի տեսակները վաղուց պետք է վերացած լինեն։ Որտեղ ոչ թե մենք չենք, ասենք, այդ չենք փորձում հատկանիշները ճիշտ դրսևորել տվյալ միջավայրին համապատասխան։ Ընդհակառակը, դրան հակառակ ինչ որ հատկանիշներ ենք ձեռք բերում։ Ինքնաոչնչացման այսպես կոճակի վրա ընկած։ Նշանակում է եկեղեցին էլ չի իրականացնում իր առաքելությունը։ Գիտեք, եկեղեցին շատ լայն հասկացություն է։ Ես որպես հոգևորական երբեք իմ պատասխանատվությունից չեմ խուսափի եւ չեմ ասի, որ ես ամեն ինչ արել եմ։ Բայց միաժամանակ մենք պիտի հասկանանք, որ խոսքը միայն եկեղեցու մասին չէ։ Նրանք, ովքեր որ պետք է մարդ կերտեն, մարդ կրթեն, դաստիարակեն, բոլորն են, կլինի դա ուսուցիչը, կլինի դա հոգևորականը, կլինի դա մտավորականը, կլինի դա լրագրողը, ովքեր որ մարդ են ձևավորում, բոլորը այս հարցում իրենց մեղավորության բաժինը ունեն։ Դա նշանակում է, որ մենք պարտվել ենք այս պատերազմում։ Հոգևոր պատերազմում մենք պարտվել ենք։ Ոնց որ մեր երեխաներին ուրիշները վերցնեն, փողոցը վերցնի եւ դարձնի իրենը։ Մենք չենք կարողացել մեր երեխան։ Ասեմ ավելին, մեզանից շատերը իրենք հենց արդեն մտել են այդ դաշտի մեջ, չէ՞, շատեր կան, չէ՞։ Ասենք թեկուզ եթե դուք եկեղեցուց եք օրինակը բերում, ինչ չէ, ես լրագրողներից օրինակը բերեմ, չէ՞, շատ լրագրողներ կան, որ սարսափելի ավերներ են գործել մեր հասարակության մեջ։ Իրականությունը խեղաթյուրելով, ինչ որ այլոց շահերին ծառայելով, անընդհատ այսպես այլ ուղղություններով մարդկանց դեպի այլ ուղղություններ ուղղորդելով կամ ասենք բացահայտ չարիքները արդարացնելով։ Այս ամենը հանուն ինչի են գնացել նման քայլերը։ Շահն է ցավոք սրտի շատ բարագաներով մարդկանց առաջնորդող զգացումը,
շահը կլինի անձնական շահը, կորպորատիվ շահը, նեղխմբային եւ այլն, աղանդավորական մտածելակերպ ասենք, խոսքը աղանդավորական միայն կրոնականի մասին չէ խոսքը, այլ աղանդավորական մտածելակերպը այդ բարփակված զուտ նեղազդականի մեջ է, որտեղ հիմա նույնիսկ ասենք մեր շատ քաղաքական կուսակցությունները քաղաքական աղանդներ են հիշեցնում։ Սոցցանցերում բավականին ակտիվ եք, հաճախ եք հանդես գալիս ձեր գրառումներով երկրի ներքին, արտաքին խնդիրներին եւ որպես երկրի իրավիճակով մտահոգ քաղաքացի, ո՞րն է ելքը այս ամենից։ Նախ սոցցանցերի հարցով ասեմ, ես ամեն առաջին հոգեվորականներից մեկն եմ եղել, որ ընդհանրապես համացանցում որպես հոգեվորական գրանցված քարոզչության, այսպես քարոզչություն անել, հարց ու պատասխան եւ այլն, ներկայություն ապահովելն է։ Իմ հիմնական ես անելիքը տեսնում հոգեվորի մեջ։ Իհարկե, բայց դա նաեւ չի նշանակում, որ հոգեվորը կտրված է մեր առօրյա կենցաղային ներկայ իրականությունից եւ պարտադիր միայն ասենք սուրբ գրային մեջբերումներով պիտի մարդկանց բան ասես, սա կարող է առօրյա կենցաղային օրինակներ բերել կամ երբեմն ավելի պարզ խոսել երևույթների մասին։ Ելքը ինչի մեջ եք տեսնում։ Ելքը զուտ որպես հոգեվորական ասեմ արդեն հոգեվոր տեսանկյուն ասեմ, եւ հետո կանդրադառնամ նաեւ ոչ հոգեվոր կողմին։ Ելքը աստվածաշնչյան երկու մոդել կա ինձ համար։ Մեկը Նինվեի մոդելն է, եւ մյուսը Սոդոմ Գոմորի մոդելն է։ Սրանք փոխաբերական ասեմ, հա։ Մեկը լիակատար ապաշխարությունն է։ Երբ որ Հովնան մարգարեն Աստծուց հրահանգ է ստանում գալ նինվեացիներին փոխանցել, որ 3 օր անց ամբողջ Նինվեն կործան։ Այսինքն Աստծո կայացված ոչիրը, որ այս քաղաքը այլևս պիտի կործանվի, որտեղ իրենց մեղքերով հասել են այն աստիճանի, այն այլասորացան աստիճանի, որ այլևս պետք է մաքրվի։ Եվ ինչ են անում նինվեացիները, թագավորից մինչև այսպես հասարակ ծառան, քաղաքացին կամ ոնցկասին, ապաշխար, անգամ իրենց կենթանիներին են ապաշխարության ենթարկեցնում 3 օր շարունակ, որ ասում են միգուցե Աստված մեզ կողորմի։ Եվ Աստծո հրաշք է կատարում, Աստված իր կայացած ոչիրը փոխում է։ Որտեղ Աստծո նպատակը չէ մարդ, ասենք այդ ոչնչացնելը, դարձ ապաշխարությունը։ Եվ մենք կարող ենք մեր բարքով փոխել անգամ Աստծո ոչիրը, չեմ ասում մնացած բան։ Եվ հետաքրքիր զուգահեռ ասեմ, որ Նինվեյում ապրում էր 120,000 մարդ։ Իսկ մյուսը, որ ինձ համար մենք կարող ենք մի քիչ ինձ համար դա այդքան տեսնելու մեր իրավիճակը ցավոք սրտի շատ լավ կլիներ, դա իդեալական տարբերակն է, բայց իրատեսական չէ համարում, որովհետև չեմ տեսնում դրա նշանները։ Մյուս տարբերակը, որ ասեցի Սոդոմ Գոմորի մոդելն է, որ երբ որ Աբրահամը հասարակությունը պատրաստ չի փոխվել, եթե կամ ապաշխարելու։ Պատրաստ է, դուք ոնց եք տեսնում, դրա նշանները տեսնում եք, ինչ որ բան փոխվել է մեր իրականության մեջ։ Էլի շահամոլությունը չկա, ամեն ինչի մեջ սեփական շահատեսներ, ամեն ինչի մեջ ասում։ Բոլորի մասին չի խոսքը, բայց նույն առատները, որ մեզ հասցրել են կործանման դռանը, նույն առատները այսօր էլ շարունակվում են, չէ՞։ Եվ դա բոլորս գիտենք։ Նույն մարդիկ, նույն ասենք շրջանակները, որ ասենք այդ սխալները գործել են, եւ ասենք խոսքը այստեղ միայն կոնկրետ տեսակի մասին է, որովհետեւ շատ բարագաները մենակ ասենք հիմնականում բարձր կանգնած աստիճանի կանգնածներին են տեսնում, բայց մեծամասնությունը դեմս այդ աստիճանի վրա բան չի փոխվել, այնտեղ նույն բանն են անելու ցավոք սրտի։ Ես ուղղակի եմ մյուս բանը խոսքս ավարտեմ Սոդոմ Գոմորի օրինակը, երբ որ Աբրահամը Աստծուց խնդրում է, որ այդ քաղաքներին խնայի, չկործանի, Աստված ասում է վերջը, այսպես անընդհատ ասում է արդար մարդկանց թիվ է նշում, որ ասենք այսքան մարդիկ, ամենավերջին բանը, որ ասում է Աստված, ասում է, եթե այս 4 քաղաքներում 10 արդար մարդ եղավ, ես այդ քաղաքները կխնայեմ այդ 10 մարդկանց շնորհիվ։ Եվ այդ 10 մարդները չի գտնում։ Հիմա մեր անելիքը ի՞նչն է, որ ես որպես քահանա նաև դա այդպես եմ դրում։ Իմ անձնական օրինակից, իմ շրջապատից, իմ հոգևոր համայնքից փորձենք ձևավորել գոնե 10 խորհրդանշական արդար այդ միջուկը, որ նախ ժամանակ շահենք, Աստծո ողորմության համար ժամանակ շահենք։ Քահանան միշտ պատարագից առաջ ժողովրդին մաղթում է, որ Աստված նրանց ժամանակ տա, բոլորի ժամանակ տա ապաշխարելու եւ բարիք գործելու։ Վերջերս ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ Արցախցին ունի բավարար կամք, որպեսզի դիմակայի այս ամենին։ Ունենք այդ բավարար կամքը, պարզապես նեցուկ պետք է մեզ լինեն, հա։ Շատ են օրինակ բերում 90-ականների օրինակ բերում, որ էլ նույն վիճակներ, ես էլ եներ եւ այլն, բայց այնտեղ չէ, նույն վիճակը չէր։ Այնտեղ
Այն կողմից արդեն մեծ օժանդակություն կա, հիմա դա չկա ցավոք սրտի։ Առնվազն լծակների տիրապետող մարդկանց կողմից։ Ելքը մեր փոխվելն է, միանշանակ։ Մենք վերջապես այսքան հարվածներ, օրինակ Աստվածաշունչ որ կարդում ենք, տեսնում ենք, ասենք, հրեա ժողովրդի փարավոնի, չգիտեմ ինչ է, մարդ անընդհատ այդքան հարվածներ ստանում է ժողովրդի եւ չի խրատվում։ Մենք պետք է կարողանանք այս ճանապարհից դուրս գալ, սխալ ճանապարհից։ Եվ սովորաբար երբ որ մենք ասում ենք մենք մեղավոր ենք, բոլորս ենք մեղավոր, դա ասում ենք միշտ նկատի ունենալով ուրիշներին։ Ես մի բան ասացի, որ մեր գոյությունը հակառակ է բնության օրենքներին։ Այսինքն ես այստեղ տեսնում Աստծո ողորմությունը, Աստծո մեկնած ձեռքը, որ անընդհատ մեզ պահում է։ Վերջապես պետք է բռնենք այդ ձեռքը, եւ այն ժամանակ կարող են կարդինալ փոփոխություններ լինել, որ ասենք երբեք չէինք էլ պատկերացնի։ Ամեն ինչ հնարավոր է։ Մենք պիտի այսքան հարվածներից հետո վերջապես սովորենք նույն սխալները չկրկնել, նույն փոսի մեջ չենք գնել։ Վերջապես հասկանալ, որ որևէ մեկը մեզ չի օգնելու այդ իմաստով։ Մենք պիտի կարողանանք ինքներս ոտքի կանգնել, այն ժամանակ օգնելու շատ կլինի, բայց ամենակարևորը Աստված միշտ մեզ հետ է։ Հետևողականությունը, հաջողության գրավական, արդյունքի գրավական, ճշմարտությունը, Քրիստոս, իմ թուլությունը, իմ թուլությունը, մեղք, ծուլությունը, մահացումը, սարսափելի բան, կաթվածահարանով երևույթ, քաղաքականությունը, անցանկալի պարտադրված իրականություն, այսպես ասենք, խոստովանում եմ, քաջության նշան, դժգոհ եմ, այսինքն խելացիության եւ քաջության նշան, դժգոհ եմ, երևի ինչ որտեղ հոգու հիվանդություն, իմ հիշողությունները, իմ սեփականություն, իմ կյանք, խստությունը, եթե տեղին խստության մասին է, անհրաժեշտությունը, թերությունը, Ախուսափելիություն երևի, ցավոք սրտի։ Հուսով եմ, լավ կլինի։ Աստված։